Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները սովորում են գունաշտկման Da Vinci ծրագիրը, ինչպես ստեղծել կադրի տրամադրությունը, կառավարել լույսի և ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան և խորությունը։ Նոր ստեղծված լաբորատորիայում ուսանողները աշխատում են ֆիլմարտադրության մեջ օգտագործվող գունաշտկման ամենահայտնի ծրագրով։ Իր սկինտոնը նայեք, ուղղելու կարիք չունի։ Հենց այդ սկինտոնի վրա Թատերական ինստիտուտը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի 2025 թվականի դրամաշնորհային մրցույթի շահառուներից է, որի աջակցությամբ էլ ստեղծվել է գունաշտկման սենյակը։ Ծրագրի հիմնական նպատակն է եղել ստեղծել գունաշտկման լաբորատորիա ինստիտուտում, հիմնականում 3-4 կուրսի ուսանողների համար, որպեսզի նրանք, ովքեր արդեն իսկ ռեժիսուրա բաժինն են ավարտում եւ ստեղծում են իրենց ֆիլմերը, կարողանան այդ ֆիլմերը ավելի որակով ստեղծեն եւ մասնակցեն միջազգային փառատոնին, ինչպես նաեւ սա մեծ հնարավորություն է, քանի որ նրանք պիտի աշխատեին Da Vinci Resolve ծրագրով, որը նորագույն եւ ամենավերջին հզոր գործիքն է, որը իր մեջ ներառում է ոչ միայն գունաշտկումը, այլ նաև ձայնային էֆեկտների գործիքը, վիզուալ էֆեկտների գործիքը, մոնտաժը, այսինքն կարծես թե մինի ստուդիա ունեն ուսանողները, որ իրենց արտադրած ֆիլմերը բարձր որակի լինեն։ 2024 թվականին ԿԿՄՍ նախարարության աջակցությամբ գնվել է պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկա, իսկ Order ֆիլմի շնորհիվ վերջերս վերանորոգվել է տաղավարը։ Հետարտադրական աշխատանքները գործնականում կազմակերպելու համար գունաշտկման լաբորատորիան ցիկլի շարունակությունն է, որտեղ կադրը ստանում է ճիշտ գույներ եւ փաթեթավորում։ Գիշյան հիմնադրամի շնորհիվ մենք դառնում ենք ունիկալ այն առումով, որ մինչ օրս Հայաստանում գունաշտկում, որքան դա տարօրինակ չհնչի, բայց չի դասավանդվել կրթական ծրագրերում, նույնիսկ չի եղել գունաշտկումը։ Մենք մեր կրթական ծրագրերը փոխեցինք, հիմա արդեն ուսանողները հետ արտադրական փուլը կարող են ամբողջությամբ իրականացնել։ Հայաստանի համար եզակի լաբորատորիայում ուսանողները ստանում են գիտելիք և հմտություններ, որոնց շնորհիվ կինոյի աշխարհում կարող են դառնալ պահանջված և մրցունակ մասնագետներ։ Ուսանողական ֆիլմերը արդեն կարող են ներկայացվել նաև միջազգային փառատոներում։ Ուսանողները ոգևորված են, որովհետև բացի դասապրոցեսից նաև հնարավորություն ունենալու իրենց դիպլոմային աշխատանքների վրա աշխատեն եւ վերջնական փուլի հասցնեն դրանք։ Հայաստանում այս պահին նման սարքավորումներով զինված ստուդիաներ շատ քիչ կան եւ եթե նույնիսկ կան, ապա ուսանողները դրան հասանելիություն չունեն։ Իրենց համար աննախադեպ հնարավորություն է ֆիլմերի վրա աշխատելու ու նաև փորձ ունենալու, որ հետագայում ավելի պրակտիկ գիտելիքներ օգտագործեն ոչ ուսանողական ֆիլմերի վրա։ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Աղբա բանկի, Ֆրանսիական Credit Agricole ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը։